նոր սարդարապետություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր Բարի երեկո, Tribune հարթակի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Ձեզ ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները։ Գնացինք։ Այսօր մեր հյուրն է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Ողջույն, պարոն Մամիջանյան, շնորհակալ եմ հավերն ընդունելու համար։ Հաղորդումը հիմնականում շաբաթօրվա վերլուծությանն է նախապատրաստում միշտ, բայց սկսենք նախ անցած շաբաթվանից հետո արդեն այսպես մեծ շուկով նշված մայիսի 9-ի շքերթից Մոսկվայում հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակը նշվեց եւ որին մասնակցեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դրան հաջորդեց հանրային հեռուստաընկերությունում հայտնի հաղորդաշարի հետ կապված հայրենական մեծ փաստերի արդեն խեղաթյուրումը, այսպես sense շարքով գնաց, ու գիտենք ով է արդեն դրա խեղաթյուրման հեղինակը, Արծրուն Հովհաննիսյանը միֆ որակեց այն նաև, որ Ստալինգրադի ճակատամարտը Հայաստանի փրկությունն էր թուրքական ներխուժումից։ Մի խոսքով չեմ ուզում շատ մանրամասնել իրականում, որովհետև բոլորին շատ հայտնի է, շատ քննարկվել է։ Այս պահին հիմա պարոն Մամիջանյան, եկեք սրան էլի ինչ որ գնահատական տանք ու վերլուծենք հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը այն մյուս մեր հաղթանակների հետ միասին, մեր եռատոնի հետ փառահեղ միասին էլի սկսեցին նսեմացնել ու նենգափոխել ու ինչու է ֆաշիզմի դեմ հաղթանակը նսեմացվում հանրային եթերում, թեպետ հանրային եթերումը հարց է արդեն, միշտ էլ կա, ամեն ինչ արվում է այնտեղ նենգափոխելու եւ նսեմացվելու համար, արվում է դա Հայաստանում ինչ որ էլի հակառուսականության այդ միֆը ու ֆոնը պահելու համար, արդյոք։ Տեսեք, ինքը բազմաշերտ պատասխան է։ Նախ ինչ որ դուք ասացիք, որ Փաշինյանը մասնակցեց Մոսկվայի զորահանդեսին, հաղթանակի 80-ամյակին, վայենա տենց մասնակցելու։ Հասկանաք, ամենաահավորը նա է, որ ինքը փաստացի ցավոք սրտի ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Ես խորապես թքած ունեմ, թե իրան որպես անձ կվերաբերվեն։ Բայց եւ 1 տարի առաջ էր, երբ որ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտահայտություն էր թույլ տվել Հայաստանի վերաբերյալ, ես իմ ելույթի ժամանակ ազգային ժողովում ասացի, որ երբևէ որևէ մեկին չթվա, որ Հայաստանի հետ կարող է խոսել այնպես, ինչպես իրենք խոսում են Փաշինյանի հետ։ Այդ դա ահավոր գիտակցում է։ Ես մեր բոլոր քաղաքացիներին, որոնք հիմա մեզ նայում են, ուղղակի խնդրում եմ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ուղղակի նայել այդ կադրերը ու տեսնել արդյոք մեզ գոհացնում է, իրենց գոհացնում է որպես քաղաքացի, որ իրենց ներկայացնում է այդա։ Այդ մեկը։ Երկրորդ զորահանդեսի ժամանակ հայ զինվորների չմասնակցության հարցը։ Ուրեմն որևէ մեկին չթվա, որ այս հարցում ես աշխարհաքաղաքական որևէ օրակարգ եմ տեսնում կամ դնում։ Բայց այդ պատերազմին, երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է շուրջ 600,000 հայ, որից տուն են վերադարձել 300,000-ը։ Մենք տվել ենք 300,000 զոհ։ Եթե դա per capita է կոչվում, եթե ըստ բնակչության թվի նայենք, դա աննորմալ ցուցանիշ է։ Եթե չեմ սխալվում, եռյակի թե քառյակի մեջ է խորհրդային երկրների ամենաշատ զոհ տված per capita, նույնիսկ գուցե ավելի բարձր, ուղղակի արդեն մոռացել եմ։ Ընդ որում եկեք հիշենք, որ խորհրդային Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել։ Այսինքն մեր զոհերի հարաբերակցությամբ մենք համեմատելի ենք Ուկրաինայի, խորհրդային Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելարուսի հետ, հա, երկրներ, որոնք անմիջական առնչվել են։ Ու դրանից հետո ինչ որ ստի սիմվոլ մարդով 44 օր խաբել է ամբողջ հայ ազգը, ու ես թքած ունեմ իրան դա հանձնարարել են, դա իր ինիցիատիվան ա եղել, ինքը դրա համար ինչ ա վարձատրվել, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում, դա ինքն ա արել։ Նույնիսկ եթե զենք են դրել գլխին, ասել են պիտի խաբես, դա ինքն ա արել։ Ինքն է այդ հաղթելու ենքի սրիկայական արշավի դեմքը։
Ինչի սրիկայական, որովհետև ես մարդիկ գիտեի, որոնց ես նոյեմբերի 8-ին, 7-ին Երևանում հանդիպում էի, որոնք 100% վստահ էին, որ մենք հեսա Բաքու ենք հասնում։ Դա իր հետ առաջացնում էր բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ իմը չբացատրել։ Իրականությունից Ու այդ էակը հանրայինի եթերում ինչ-որ բաներ է խոսում։ Ախր ու ինչ-որ պաշտոնել ունի ամեն ահավորին, ռազմական ակադեմիայի ինչ-որ շտաբի եսի ինչն է։ Հասկանում եք, իսկ ով է իրան թույլ տվել իմ պապերի, իսկ իմ երկու պապիկներն էլ մասնակցել են մեծ հայրենական պատերազմին։ Հաղթանակի վերաբերյալ տաքուկ իր սեփական հոգին վաճառելու համար ստացած գումարներով տաքուկ միտեղ նստած են էլ բանով զինվորական համազգեստով ինչ որ տենց բաներ ասել։ Դա անընդունելի է, այսօր եղել է արձագանք դրա նաև այսպես ասած պաշտոնական Ռուսաստանի դեսպանի կողմից, բայց ես կարծում եմ, որ այդ արձագանքը չի էական, էականը հայասարակության արձագանքն է, որը տենց կեսը ձեռ էին առնում, կեսը հայհոյում էին, ինքը դրան արժան։ Այդ եթե դիպվածը վերլուծենք, հիմա հասկանանք դրա դրդապատճառն է։ Գիտեք, հանրապետական լինելը մի շարք առավելություններ ունի ու դրանցից մեկը կայանում նրանում, որ մեր եվրոպացի գործընկերները ասում են դուք ռուսամետ եք, մեր ռուս գործընկերները ասում են որ դուք արևմտամետ եք, որը նշանակում է որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում ու մենք դրանով շատ հպարտանում ենք։ Ու այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս շատ հանգիստ խոսել վերլուծական տեսանկյունից այն գործընթացներից, որոնք հիմա տեղի են ունենում։ Ու ամենահետաքրքրականն այն է, որ բոլոր երկրներում հետխորհրդային մեթոդական ձեռնարկը հակառուսականության տարածման իդենտիկ է։ Լրիվ իդենտիկ է, ինքը իր մեջ պարունակում հայերենական մեծ պատերազմի հերոսությունները կասկածի տակ դնել, հետո տենց միֆեր եւ փաստեր ինչ որ հեքիաթներ, Կրեմլի ագենտ, ռուսի շպիոն, այսինքն նույնն է, հասկանում եք, մենք կարող ենք այս ամեն ինչը բացել Մոլդովայում 5 տարի առաջ, Ուկրաինայում մոտ 10 տարի առաջ եւ այլն։ Այսինքն սա քարոզա որը տարվում է հատուկ նպատակով։ Շատ կարևոր կետ, որը ես պիտի պարտադիր ես համատեքստում ասեմ։ Այն որ ես նոր ասացի, բացարձակ չի նշանակում, որ ես հարցեր չունեմ մեր ռուս գործընկերներին։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն։ Դաշնակից նշանակում է առօրյա կյանքում ընկեր։ Իսկ վստահեցնում եմ ձեզ, որ միջազգային հարաբերությունները առօրյա կյանքից շատ քիչ են տարբերվում։ Հիմա երբ որ ես իմ ընկերներից որևէ մեկի հետ խնդիր եմ ունենում, ես Facebook-ում ստատուս դրա մասին չեմ գրում։ Ես զանգում եմ այդ մարդուն, մենք հանդիպում ենք, մեր խնդիրները լուծում ենք։ Փաշինյանը մեր դաշնակցի հետ, Փաշինյանի կառավարությունը, խոսում է Facebook-յան ստատուսներով։ Կա եւս մեկ շատ մեծ խնդիր։ Երեք ազգային ժողովում արտաքին կապերի հանձնաժողովի նիստում ներկայացվել էր պատիվ ունեմ խմբակցության հայտարարության տեքստը 80 մեծ հայերենական պատերազմում հաղթանակի 81-ի վերաբերյալ ազգային ժողովի հայտարարությունը, որը ուներ 0 ներքաղաքական օրակարգ, 0 չկար գրած Նիկոլ Դավաճան բան, այդ ամեն ինչը գրած։ Պարունակում էր երկու հիմնական ուղղություն։ Մեծ հայերենական պատերազմում տարած Հայաստան, խորհրդային Հայաստանի տարած հաղթանակում հայ ժողովրդի խորհրդային Հայաստանի Սփյուռքի հայ առաքելական Սուրբ եկեղեցու դերակատարման գովաբանում, արժևորում եւ Եռատոնի տրամաբանություն Շուշիի գրավում, դա էլ մեկ նախադեպ։ Գիտեք ինչ էր կատարվում դիմացս։ Պարոն Աբրահամյանին հարցնում էին, իսկ ինչի եք Շուշիի հաղթանակը գրել։ Այս մարդիկ գենետիկ ատելություն ունեն հաղթանակների նկատմամբ։ Իրենց բառերով ասած դիվահարվել էին, հա։ Շատ ծիծաղալու էր այդ ազգային ժողովի հայտարարությունների ժամանակ այդ բառը օգտագործում։ Այսինքն իրենք ուզում են ջնջել ամեն ինչ։ Ու ախր ինձ ճիշտ հասկացեք, մեզ բոլորիս են հիմա հաղթանակների գիտակցումներ պետք, որովհետև մենք վերջին տարիներին ստացել ենք միայն վատ, միայն գույժեր, վատ նորություններ։ Ու մեզ պետք է հիշել, ինքնանոյնականացնել մեզ
մեր տարած հաղթանակների հետ, ախր այդ հաղթանակները մենք ենք կերտել, հայ ազգն չէ կերտել, եւ Շուշին, եւ մեծ հայրենականում հաղթանակը մեծ ավանդ ունի, կարևոր ավանդ ունի հայ ժողովուրդը այդտեղ։ Իրենք դա փորձում են ջնջել, մոռացության մատնել։ Տիկին Կարապետյանը, ինչպես ես երեք իմ ելույթում այդ հանրամինիստրին ասացի, ակնհայտ այլ աշխարհաքաղաքական կենտրոններից թելադրված ելույթներ ունենում։ Մարդը ինձ հարցնում էր, ասում էր, իսկ ինչի հայտարարության մեջ չեք գրել, որ խորհրդային Հայաստանում ռեպրեսիաներ կային։ Իսկ ինչի՞ չեք գրել, որ խորհրդային միությունը մերձբալթյան երկրներում եւ մի շարք այլ եվրոպական երկրներում իրականացրել է բայց ինչ կապ ունի։ Դա է իրենց վարած քաղաքականությունը ու մի նախադասությամբ ու ավարտեմ, որտեղ բավական երկար ստացվեց այս հարցի պատասխանը, Փաշինյանի հաշվարկը սխալ է արդեն։ Որովհետև գիտեք, ես միշտ դեմ եմ լինում, երբ Փաշինյանին փորձում են ներկայացնել հակառուս, ռուսամետ, արևմտամետ եւ ինքը մի կողմ ունի, իր աթոռի պահպանում, ով որ իր իշխանության վերարտադրումը, ով որ իրան իշխանության մնալու երաշխիքներ կտա, այդ երկրին էլ, այդ աշխարհաքաղաքական կենտրոնին էլ ինքը կսպասարկի։ Այսինքն որևէ մեկի մոտ զարմանք չառաջացնի, որ ինքը ռուսամետ որևէ գործողություն անի, արևմտամետ եւ այլն։ Այս պահի դրությամբ աշխարհաքաղաքական դասավորվածությունը այնպիսին է, որ ես չեմ կարող կարծում, որ իրան կհաջողվի նորից խաբել Մոսկվային, այսպես ձևակերպեմ։ Ես չեմ կարծում, որ իրեն կհաջողվի խաբել Տրամպի ադմինիստրացիային, այսինքն ԱՄՆ-ին, որովհետև վարչակազմը փոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու ըստ գոնե իրենց հրապարակային հայտարարությունների, իրենք շատ ավելի շատ կենտրոնացած են լինելու ներպետական խնդիրների լուծման վրա եւ արտաքին քաղաքական օրակարգը սպասարկելու է ներպետական խնդիրների լուծումը։ Դա ակնհայտ է։ Հիմնական բոլոր բանակցությունները եւ հարաբերությունները կառուցվում են տնտեսական շահի, բիզնես շահի առանցքի շուրջ, դե վարչակարգի քաղաքականությունն է այդտեղ որևէ ինչ-որ բան չկա։ Երբ մենք խոսում ենք այսպես կոչված Միացյալ Եվրոպայի կամ ԵՄ-ի, ոնց ուզում եք մասին, ապա ԵՄ-ն ունի ինքը որոշակի խնդիրներ այս պահին։ Այն է Ամերիկայի էնտուզիազմի, Ամերիկայի Միացյալ Նահանգների էնտուզիազմի պակասում Եվրոպայի մարկա կոնֆլիկտների հետ կապված, էնտուզիազմի պակասում ՆԱՏՕ-ի հետ կապված եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պահանջ ավելի շատ ներդրում ունենալ թե ֆինանսական թե այլ պաշտպանական քաղաքականության հարցում, ուստի իրենք իրենց սեփական խնդիրները շատ։ Ու այս պարզ վարժությունից երևում է, որ Փաշինյանը նոր աշխարհաքաղաքական տեր ընտրելու է Թուրքիան, ենթադրում եմ։ Ես սրա մասին էլի եմ խոսել, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նյու Յորքում ինքը հանդիպեց Թուրքիայի նախագահի հետ շատ վերլուծվեց այդ հանդիպումը։ Հա, տեսել եմ Ալբանիայի հանդիպումները, նաև երեկվա իր խայտարակ ինտերվյուն ադրբեջանական լրատվականին, բայց դրա մասին չենք։ Երբ ինքը հանդիպեց Էրդողանին, դա շատ էր քննարկվում, ժպիտներն էին վերլուծում եւ այլն, ես այդ ամեն ինչին չեմ խորանալու, մի քանի բանի վրա ուշադրություն կդարձնեմ։ Գեթ համար 1, պրոտոկոլային բոլոր նշանները, ով մի քիչ գոնե հետաքրքրված է այդ ուղղությամբ կհասկանա, ցույց էին տալիս, որ հանդիպման նախաձեռնող կողմը Հայաստանն է։ Դա ակնհայտ է։ Երկրորդ հանդիպումը տեղի է ունենում Թուրքիո տուն, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում։ Դա լոբիստական տեսանկյունից շատ ավելի կարևոր հաստատություն է ԱՄՆ-ում, քան դեսպանատունը մեծ հաշվով։ Եվ երրորդ այդ գիրքը, եթե գիրք նվիրեր ինչ որ այլ, ես տենց շատ չէի խորան այդ հարցի վրա, բայց այն գիրքը, որը իրեն Թուրքիայի նախագահը նվիրեց, իր գիրքն է, որտեղ ներկայացված են Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները։ Ու ինչպես կարող եք կռահել, Հայաստանը այդ պատմության մեջ տենց աշխարհի ամենալավ դիրքում չի։ Ուստի այս ամեն ինչը շատ խոսուն սիմվոլներ են։ Այնպես որ ես կարծում եմ, որ մոտ ապագայում Փաշինյանը որպես աշխարհաքաղաքական տեր իրեն փորձելու է ստանալ Թուրքիայի աջակցությունը, սա ընդհանրապես վարկածա ենթադրություն է, տեսնենք ժամանակը ցույց կտա։ Լավ։ Որտեղից Այդ ֆոնով շարունակենք։ Հա։
Հրապարակ թերթի մի հատված եմ ուզում ընթերցեմ, որ ՔՊ-ում հավատարմության մրցույթ է հայտարարված ընտրություններին ընդառաջ ու արևի տակ իրենց տեղը գտնելու համար իշխանական падգամավորներն ընդդիմադիր գործընկերների հասցեին երկրի թիվ 1 ամբիոնից ամենաայլանդակ բառապաշարն են գործածում, մի հույսով, որ Փաշինյանը կգնահատի իրենց հավատարմությունը, բայց Պարոն Մամիջանյան, տպավորություն է, որ միայն տպավորություն ստեղծելու համար են արվում աժանիստերը, ճիշտ է, զուգահեռ գնում են այնտեղ զեկույցներ, ինչ որ գիտենք թեմաները, ասեն շատ լուրջ, կարևոր թեմաներ, բայց մեկ էլ այդ հարց ու պատասխանը վերածվում է շատ անլուրջ ու հայհոյախառն կալամբուրի ու հրմշտոցի, հաշվեհարդար տեսնելու փոխադարձ սպառնալիքների Հիմա այնպիսի տպավորություն, որ սա է մեր երկրի պատկերը իրականում, ցավալի է, բայց ինչու է ընդդիմությունը իրականում տրվում այդ սադրանքներին, ես կուզեի այս հարցի պատասխանը իմանալ։ Ու եթե ըստ հրապարակի ՔՊ-ում հավատարմության մրցույթ է այս պահին, ընդդիմությունում ինչ մրցույթ է, պարոն Մամիջանյան, որ այդպես շատ էլի բուրըն արձագանքում եք։ Տեսեք, նախ պատիվ ունեմ խմբակցությունը տևական ժամանակ արդեն մի քանի տարի է չի մասնակցում կառավարություն հարց ու պատասխանի, որովհետև ես այդ մենք այդ գործիքի արդյունավետությունը այս բանին չենք տեսնում։ Այսինքն որ ոչ մեկի մոտ հարցան բառը ժամանակին մասնակցում եք, հա, մենք փորձել ենք օգտագործել դա որպես գործիք, դա պարլամենտական գործունեության գործիքներից մեկն է։ Ընդ որում ես չեմ ասում իմ գործընկերներից որևէ մեկին իսկ ինչի եք անում, որևէ խնդիր չկա։ Մենք համարում ենք, որ այդ գործիքը այս պահին աշխատող գործիք չի, դրանից օգուտ չկա։ Իսկ երբ ես ասում եմ օգուտ, պատիվ ունեմ խմբակցության, այսինքն հանրապետական կուսակցության խմբակցության համար, օգուտը միայն մեկ տրամաբանություն ունի։ Մեր թիվ 1 նպատակը իշխանափոխությունն է։ Ու դա շատ բան բարձեցնում է, նորից այս առումով էլ հեշտ է լինել հանրապետական, հասկանում եք, երբ որ դու ունես մեկ կարևորագույն օրակարգային կետ, իշխանափոխություն։ Դու ստիպված չես մտածել քո ռեյտինգի, ես իմ ինչի, երկրորդային կամ իրականում գուցե առաջնային օրակարգերի մասին, բայց ոնց չէ, շատ պարզ դիլեմա է, ես հիմա որ ձեր հետ խոսում եմ, ես մի բան եմ մտածում, իմ ասածը, իշխանափոխությանը ինչ օգուտ է տալու։ Ես չունեմ մտածելու բան, թե բա այս 26-ի ընտրության ռեյտինգի վարկանիշի մասին չեք մտածում։ Չէ, իհարկե, որովհետև ինչի սա պետք լինել, չգիտեմ, կենտրոն վարչական շրջանի չափ Հայաստանի ամենաուժեղ քաղաքական գործիչ։ Ումա դա պետք։ Ինձ չէ։ Ես չեմ կարող հասկանալ, ես չեմ կարող մրցել թիվ 1 ընդդիմություն Փաշինյանի մոտ լինելու համար։ Դա մեզ ուղղակի պետք չի։ Այդ դեպքում ներողություն, որ ընդհատում եմ Բայց ես ձեր հարցին կպատասխանեմ։ Չեք համարում, որ այս պարագայում, որ ասում եք դա այդ գործիք հակազմ էլ չի աշխատում։ Ես ասացի այդ մի գործիք։ Մի գործիք։ Այդ ինչ անում ընդդիմությունը։ Ես համարում եմ, որ խորհրդարանում այս չի սպառվել, որովհետև կան բազմաթիվ այլ գործիքներ, որոնք շատ էական են, միջազգային հանդիպումներ եւ այլն, բայց կարևորագույն ֆունկցիան իշխանափոխությունն է։ Եվ իշխանափոխության հետ կապված այս պահին հիմնական օրակարգային հարցը դա այսպես կոչված impeachment-ն է, իսկ որովհետև ես այդ impeachment բառը չեմ սիրում, իր իրական անվանումը վարչապետին համստահություն հայտնելու գործընթացը։ Լավ։ Եվ ես կարծում եմ, որ այս պահին ամենաիրատեսական, ամենահավանական գործիքը, ես հատուկ գործիք բառը օգտագործեցի, հենց այդ գործընթացն է։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները հայտարարել են իրենց պատրաստակամության մասին թեկուզ այս պահին նախաձեռնել վարչապետին համստահություն հայտնելու գործընթաց, հայտարարել ենք նաև, որ քաղաքական ավելորդ ամբիցիաներ եւ բարդացումներ չառաջացնելու համար մենք չենք առաջադրում տեխնացու այս պահին։ Ուստի կարծում եմ, որ մեր խմբակցության մասով դիրքորոշումը ակնհայտ է։ Իսկ ինչ վերաբերում է հրապարակի հոդվածին, այո, բայց այդ մրցավազքը ունի երկու հիմնական պատճառ։ Մեկ իհարկե հաջորդ ընտրություններում ցուցակում հայտնվելը, դե բա ինչ պետք է անեն, դե բա հո մտավոր ունակություններով աչքի չեն գնելու։ Իլաչառությամբ աչքի են գնեն, բա ինչ պետք է անեն։ Այդ մեկ, ինչով որ դարձել են падգամավոր, դրանով պետք է աչքի գնեն։ Եվ երկրորդ, այնտեղ կան մի քանի հոգի, որոնք հայ-հայա, երբ որ ես ուսանող էի, այդպես մի արտահայտություն կար, բիսպիցի մինուտ։ Հա։ Այդ այնս բանին, կալանավորին 5 են պակաս։
Իրենց գործադիրիում իրենց աշխատած ժամանակ գործած հանցանքների համար եւ այլն։ Ու իրանց տենց առկախված Փաշինյանը պահում է։ Ու իրանք ամեն օր փորձում են իրանց հավատարմությունը ցույց տալ։ Թորոսյան Արսենը այդ շարքում առաջամարտիկներից է։ COVID-ի փողերի հետ կապված ողջույններս։ Ես ուզում եմ երկու բան ասեմ, նախ պարոն Թորոսյանը պիտի հասկանա արդեն, որ ինքը բոլոր ծառայությունները մատուցել է, դժվար Փաշինյանի օրոք իրան դատեն, ինչ հնարավոր է արեց, իրան դատելու է հաջորդ իշխանությունը Հայաստանի։ Իսկ ԱԺ-ում հնչեցրածների հետ կապված, գիտեք, ես կյանքումս ինձ այնպես են սովորեցրել, որ մի խոսքով ես սովոր չեմ հայհոյանքները ստուդիայից տալ։ Ես առհասարակ մարդուն, երբ որ հայհոյում եմ, երբ որ հասնում եմ նրան, որ պիտի հայհոյեմ, դեմ դիմաց եմ հայհոյում։ Ամեն ինչի ժամանակը կգա։ Ոչ թե ամբիոնից, հա։ Չէ, դու առնվազն գոնե դիմացս լինի, այլ ոչ թե տենց սպասեմ մարդ չլինի, ու հայհոյեմ։ Այդ Թորոսյանի ու մնացածների ասածների հետ կապված ես այսպես չեմ պատասխանում այդ ասածներին։ Բնականաբար չենք անդրադառնում դրան։ Ոստի շատ ակնհայտ գործընթաց է, ես էլ եմ ուզում ցուցակում լնեմ, ես էլ եմ ուզում ցուցակում լնեմ, շատ պարզ լոգիկա է, դեռ նորմալ է, առանձնապես դրան էլ ուշադրություն դարձնող չկա։ Դեք ինչներ մեկ էլ հետաքրքիր, որ կարդում եմ Արտակ Զաքարյանի գրառումը ու իմ մոտ հարց է առաջանում, կուզեք ընթերցեմ այդ գրառումը թե ոչ, որ ասում է այսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է։ Կամ գործող կապիտուլյանտները շարունակում են իշխանավարել եւ նոր պատերազմ հրահրել Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիր ազգային ուժերը փոխում են իշխանությունը, երկրում հաստատելով հայկական ինքնիշխանություն ու արժանապատիվ խաղաղություն։ Թվում է թե ոչ մի տարօրինակ բան չի ասվել, իրականում այս կամը էլի կա, բանաձևը մեզ ծանոթ է, բայց ես կարդում եմ, ես մտածում եմ, որ մարդիկ էլ են կարդում, դա Facebook-յան գրառում եմ, ու այստեղ իսկապես հարց է առաջանում, էլի, լավ, այս բոլոր ուժերը, լավ, այս դարակազմիկ ու լակոնիկ հարցադրումն է, բա ով կամ ով պետք է դա անեն։ Ես այսպես տպավորություն, որ մեկը մյուսի վրա է գցում, դու պետք է անեք, նա պետք է անի, ընդդիմությունը պետք է անի, ով պետք է անի։ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը 2018 թվականի ապրիլի 25-ից պայքարում է Փաշինյանի դեմ։ Այն ժամանակ ես պատիվ ունեի ղեկավարել Հանրապետականի երիտասարդական կազմակերպությունը։ Մենք 18-ի վերջ 19-ին փողոցային ակցիաներ ենք արել Փաշինյանի դեմ։ Դուք պատկերացնում եք 18-19 թվականին փողոցում Փաշինյանի դեմ պայքարել ինչ է նշանակում։ Այնպես որ մենք ոչ մեկի վրա ոչ մի բան չենք բարդում, ոչ մի բան չենք գցում, մի պարզ հասկացել եմ հարցը։ Մի քանի պարզ արձանագրում կա։ Արձանագրում համար 1. Որևէ քաղաքական ուժ միայնակ Փաշինյանին հեռացնել չի կարող։ Ցավոք, որ կարողանայինք վաղուց էինք արել, վստահեցնում եմ ձեզ։ Արձանագրում 2. Փաշինյանի ուժը, այսպես ասած, դա իր ֆրակցիան է, դա ուժայիններն են եւ այլն եւ այլն։ Ընդդիմության ուժը բացառապես հայ ժողովուրդն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ուրիշ ուժ ընդդիմություն ունենալ չի կարող։ Ախր ես հասկանում եմ, բայց եթե մենք մեդիա գրագիտություն ունեցող մարդիկ գոնե առնվազն հասկանում են, որ ընդդիմության ներսում չկա այդ միավորը, ժողովուրդը ոնց պետք է կանգնի ձեր կողքին։ Նախ անցնող տարիների ընթացքում բազմաթիվ շարժումների ժամանակ ինձ բախտ է վիճակվել մասնակցել կազմակերպչական քննարկումներին, ժողովներին։ Հասկանում եք, այն ինչ հիմա դարձել է տեսանելի, եղել է միշտ հանրապետականի դեմ փողով հաչացել են 7 տարի, մարդ կա 17 տարի եւ այլն։ Եվ երբ որ ես նստած էի այդ ժողովներին ու իմ կողքը նստած էր մի մարդ, ես գիտեի, որ ինքը դուրս է գալու այստեղից, կարող է նույնիսկ կողքս նստած ինքը տակից ուղարկում է, ասում է ֆեյքերով մի հատ տարածեք, որ հանրապետականը վատնա։ Այսինքն իմ համար ես հիմա եմ իր կողքը նստելու թե 3 տարի առաջ ոչինչ չի փոխվել, ես այն ժամանակ էլ գիտեի ինքը ով է, հիմա էլ գիտեմ ինքը ով է։ Փոխվել է միայն մի բան, որ դա գիտեն արդեն բոլորը։ Բայց եւս մեկ անգամ վստահեցնում եմ ձեզ, որ որևէ ներընդդիմադիր գործընթաց
երբ մեր մասին ասում են սուտը, մենք պատասխանում ենք իրենց մասին ճշմարտությունը, չի կարող խանգարել մեր հիմնական նպատակին հասնելու համար։ Ու այդպես չի եղել երբևէ 7 տարիների ընթացքում։ Ինչ վերաբերվում է վերադառնալով Փաշինյանի հեռացման։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Փորձեմ բացատրել ինչ։ Եթե Փաշինյանին հաջողվի հասցնել այս գործընթացը հանրաքվեին, ակնհայտ է, որ ինքը հանրաքվեի մասին օրենքը փոխելու է եւ դարձնելու է հանրաքվեն նույն օրը, թույլատրելու է հանրաքվեն նույն օրը անցկացնել ինչ համապետական ընտրությունը, որովհետեւ հանրաքվեի համար անհրաժեշտ է շատ մեծ թվով ցենզ 600 քանի հազար, այսինքն 25%-ը ընտրության իրավունք ունեցողների ու դրա ապահովման միակ տարբերակը ելի խիստ կասկածում եմ, դա նույն օրը դնելն է ինչ համապետական ընտրություններ։ Բայց եթե մենք հասնենք այդ փուլին, դա շատ մեծ խոցելիություն է, որովհետև այդ հանրաքվեի ելքը եւ ոչ նա խնդիրներ առաջացնում։ Եվ այո։ Այոն, որովհետև խայտարակություն է այդ փաստաթուղթը, ըստ այս բանի հրապարակված նյութերի, վստահ եմ, որ հրապարակվի ավելի վատ ալն։ Եվ ոչ նա խնդիրներ առաջացնում կապված ակնհայտ զարգացումների հետ։ Հետևաբար մենք խնդիրը պետք է լուծենք մինչև այդ։ Ինչպես։ Գիտեք, դուք ասացիք մեդիագրագիտության մասին ու մեր քաղաքացիներին ասին, նախ բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք երբևէ հանդգնում են ասել ժողովուրդը մեղավոր է եւ այլն, այդ ծիծաղալու է, էլի, ես այս ժողովրդով հեղափոխություն չեմ կարող անեմ, այս ժողովուրդը տարեք, Ավստրիայի ժողովուրդը բերեք, տեսեք ինչ է, այդպես չի լինում։ Երկրորդ, յուրաքանչյուր քաղաքացի պետք է պայքարի այն դրդապատճառով, որը իր համար կարևոր է։ Իհարկե, ես համարում եմ, որ հայրենիքի կորուստը մեր հողում ադրբեջանցի զինվորների առկայությունը, անվտանգային ճարտարապետության փլուզումը, 5000 լույս տղեկի կյանքը, այս բոլորը հավելյալ պատճառներ պետք չեն, բայց եթե ինչ որ մարդ փողոցա դուրս գալու են պատճառով, որ գույքահարկը բարձրացել է, ես իր հետ մեծ հաշվով խնդիր չունեմ։ Լավ անելու, թող դրա համար դուրս գա։ Եթե ինչ որ մարդ փողոցա դուրս գալու, որովհետև շրջարկն են բարձրացրել, խնդիր չկա։ Ինչ որ մարդ փողոցա դուրս գալու, որովհետև այսինչ ԿՊ-ականն 0%-ով կես միլիոն վարկ է ստացել իր թոշակառու հայրիկի անունով։ Ես դրա հետ էլ խնդիր չունեմ, հասկանում եք։ Ավելին ասեմ, բոլոր այն մեր քաղաքացիների համար, որոնք ասում են, դե դուք ընդեղ եք դուրս չեմ գա, չգիտեմ, հարթակից Մամունջյան Հայկը չեմ սիրում, ոնց է խոսում եւ այլն, նախկինա, բանա 30 տարի թալանել է, չնայած ես 34 տարեկան եմ, 4 տարեկանում թալանել ոնց եմ սկսել, չգիտեմ, բայց դա էական չի։ Խնդրում եմ, հակառակը շատ ավելի լավ, եթե այդ պայքարը լինի ցանցային։ Շատ ավելի լավ։ Երևանում լիքը փողոցներ եւ հրապարակներ կա։ 5, 10, 25, 500, 5000, 50000 ամեն միտեղ ու ամեն մեկը իր օրակարգով, իր խնդրով, որևէ խնդիր չկա։ Վերադառնալով այսպես կոչված impeachment-ի կետին։ Մենք ինչով է տարբերվում այս գործընթացը։ Այնպես է ստացվել, որ իմ կարգավիճակից ելնելով ես անդադար դա բացատրում եմ, թեպետ տեսամինչը առաջի անգամ ասել են նախաձեռնողները Նարեկը եւ Էդգարը, բայց խնդիր չկա, ընդհանուր գործն է բոլորիս ու իմ համար խնդիր չի կրկնել են ինչ որ իրենք ասել են, մանավանդ որ այս երկու կետերը ինձ շատ հետաքրքրել են, որտեղ այսպես երբեք չեն կարել։ Բոլոր նախորդ փողոցային պայքարների ժամանակ մենք առաջնորդվում էինք հետեւյալ սկզբունքով. գեներացնել փողոցային դժգոհություն, որը ճնշում կգործի ֆրակցիայի վրա ԿՊ-ական եւ մենք կունենանք այսպես կոչված impeachment-ի գործընթաց։ Ոչ մեկի մոտ մտքով չանցնի, որ ես թերագնահատում եմ նախորդիվ պայքարների կարևորությունը եւ արդյունքները, դրանցից յուրաքանչյուրը իրենց դերն է ունեցել այս պահի Փաշինյանի պատմական մինիմումի վրա գտնվող ռեյտինգի հասունացման, ձևավորման մեջ եւ բնականաբար ես չեմ կարող այդ պայքարները թերագնահատել, որովհետեւ բոլորին ես եւ ընկերներս եւ իհարկե մեր կուսակցությունը մասնակցել ենք։ Մասնակցելը շատ մեղմ ասված էլի։ Ինչ են առաջարկում այս նախաձեռնությունով։ Առաջարկում են, որ այսպես կոչված տրիգերը, այսինքն փողոցային պայքարի մեկնարկը կամ գեներացնողը լինի բուն impeachment-ի կամ վստահություն հայտնելու գործընթացի process-ը, հա, գործընթացը ինքնին։
Հետաքրքիր գաղափար է։ Մենք այդպես երբեք չենք արել, եկեք փորձենք, ես դեմ չեմ։ Ունեմ երաշխիքներ, որ ստացվելու է։ Ոչ, բայց ինձ պետք էլ չեն երաշխիքներ, հասկանում եք։ Իմ պարտքը, իմ առաքելությունը, իմ երկիրը պաշտպանելու, իմ երկիրը կեղտից մաքրելու համար ինձ երաշխիքներ պետք չեն։ Լավ, գոնե նախադրյալներ, որ կարող է հաջողության հասնել, Նախադրյալներ իհարկե կան։ Նախադրյալներից մեկը ես նշեցի իր պատմական մինիմումի միտինգը եւ ռեյտինգը եւ ավելին ասեմ, իսկ ով որ ԿՊ-ի падգամավորները հոտառություն չունեն։ Ո՞վ իրանք չեն հասկանում, որ բանը բուրդ է Փաշինյանի, բայց վերադառնալով գործընթացի առանձնահատկություններից, կա նաև մեկ առանձնահատկություն, որ առաջարկել են գործընթացի նախաձեռնողները։ Առաջ մենք ոնց էինք շարժվում, որ պիտի հավաքենք 36 ստորագրություն, որը ընդդիմությունը թեորիապես ունի, առնվազն ուներ այն ժամանակ։ Եվ մուտք անենք փաստաթղթերը գործընթացը նախաձեռնելու համար, այդ պայից սկսած սկսում է գործել այդ սահմանադրական 48-72 ռեժիմը, այսինքն դու այսքան ժամանակվա ընթացքում եթե կարողանում ես անվստահություն հայտնել, կարողում ես, չէ, ինքը անվտանգ է լինելու կես 1 տարով եւ այլն եւ այլն։ Ինչը առաջարկվում է այս տարբերակով։ Երբ որ հասնենք 36 ստորագրության, մենք չենք դադարեցնում եւ շարունակում ենք, որովհետեւ օրենքը ասում է առնվազն 36 ստորագրություն։ Այսինքն երբ որ դու ունենաս ավելի շոշափելի, ավելի 58-ին, 54-ին, ավելի մոտ թվով ստորագրություն, այդ ժամանակ ես նոր մուտք անում, որ այդ ժամային գրաֆիկը քեզ չխանգարի։ Նորից եմ ասում, այս երկու կետերը հետաքրքրական տարբերություն են նախորդի իրականացված գործընթացներին, երկուսն էլ իրենցով լուծում են որոշ խնդիրներ, վերացնում են որոշ ռիսկեր, ու ես երբեք չեմ հասկանա այն մարդկանց, ովքեր ասում են, չէ, փորձել չարժի։ Ու այստեղ նորից գալիս է էլի այդ չարաբաստիկ ռեյտինգների հարցը։ Միակ կետը, որ հիմնականում այս գործընթացին դեմ արտահայտվող մարդիկ ասում են, դրանից կտուժի ընդդիմության ռեյտինգը։ Ջհանդամը ներողություն բառից համար թե չի տուժի։ Լուրջ ես դրանից պետք է վախենամ։ Այսինքն ես երբ որ իմ առաջ ակնհայտ վտանգ կա, որ Հայաստանը կմնա անպաշտպան Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ, խոցված զինված ուժերով, առանց միջազգային անվտանգային երաշխիքների, քանդված անվտանգային ճարտարապետությամբ, ու ես պետք է լուրջ նստեմ մտածեմ, թե բան ստատուսս քանի լայք է հավաքելու այդ գործընթացից հետո։ Դա մեր կուսակցությունը բացարձակ չի հետաքրքրում։ Հանրապետականին ես այս համեմատությունը շատ եմ անում, նորից ասեմ, որ այդ համեմատությունը բացարձակ նույնիսկ մոտ չի իր կարևորությամբ, իր դերակատարմամբ, բայց փիլիսոփայությունը նույնն է։ Երբ մեր հայրերը, մեր եղբայրները, որոնք մասնակցել են առաջին Արցախյան պատերազմին, երկրորդ քառորյա պատերազմին, 44-օրյա պատերազմին, որևէ հակահարված են նախաձեռնել կամ պաշտպանական որևէ գործողություն, ես չեմ կարծում, որ իրենք նստել մտածել են այդպես իրատեսական, թե չէ, արժի թաթախվել։ Նորից եմ ասում, բան չեն, էլի, մեծությունների տեսանկյունից բացարձակ համեմատելի չեն, բայց փիլիսոփայությունը նույնն է։ Այսինքն ես հիմա նստեմ հաշվարկեմ, ասեմ, ստացվի, չի ստացվի, դե լավ, չեմ թաթախվում։ Իհարկե պետքա բոլոր գործողությունները, բոլոր բաղադրիչները իրենց արդյունավետությամբ հասցնել մաքսիմումի, դա չի քննարկվում։ Բայց երբ որ դու մաքսիմումի, այդ պահին հնարավոր մաքսիմումի ամեն ինչը, բոլոր գործողությունների արդյունավետությունը հասցրել ես, էլ դրա հաշվարկը ո՞րն է։ Ես տրամաբանությամբ եմ շարժվում, այսպիսի տրամաբանություն եւ գործելավոճ ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ մեր պարլամենտական խմբակցությունը, պատիվ ունեմ եւ ինչպես մենք բազմիցս ասել ենք, մենք մեր բոլոր միջոցներով անելու ենք ամեն ինչ, որպեսզի մենք չհասնենք 26 թվականի ընտրությունների, որպեսզի ինչ որ մշուշոտ գործընթացի մեջ նորից հանկարծ չհայտնվենք, որովհետև կա շատ բարձ տրամաբանություն, հասկանում եք, նախ
impeachment-ի կամ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը բացարձակ կոնֆլիկտ չունի էլեկտորալ կամ ընտրական գործընթացների հետ, բացարձակ, այսինքն եթե ես ասում եմ, որ ես կարևորում եմ եւ լավ լուծում եմ համարում impeachment-ը, դա չի նշանակում, որ ես դեմ եմ ընտրություններին։ Դա նշանակում է հետեւյալը. ես ճիշտ ասած համարում եմ, որ ընտրություններով Փաշինյանը գնացողը չի։ Ու դա համարում եմ շատ պարզ փորձառությամբ, որովհետև տեսել եմ Երևանի ընտրություն, որովհետև տեսել եմ Լոռու ընտրություն, որովհետև տեսել եմ Ալավերդու ընտրություն, ու սենց լիքը կարող եմ շարունակել։ Իհա ամենակարևորը տեսել եմ 21-ի արտահերթ, որին հանրապետականը դեմ էր։ Գյումրու դեպքը մի քիչ առանձին պատմություն է։ Էլի հաղթանակ է, խնդիր չկա, բայց մի քիչ առանձին է։ Առասարակ համապետական ընտրությունները եւ լոկալ ընտրությունները այդքան էլ համեմատելի չեն։ Երկրորդ կետ, ընտրությունները լինում են հերթական եւ արտահերթ։ Հերթական ընտրությունները Հայաստանում լինելու են 26 թվականին։ Ինձ կասեք 26 թվականի ընտրությունների հետ կապված ինչ կանելու, այսինքն նստենք, թզբեհ քաշենք, որ շուտ գա այդ ժամանակը։ Շուտ չի գալու, չէ՞։ Եթե Հայաստանում կան քաղաքական ուժեր կամ կուսակցություններ, որոնք տեղյակ չեն, որ ընտրություններին պետքա պատրաստվել, ու սպասում են, որ ասում եմ, ժողովուրդ, ընտրություններին առհասարակ պետքա պատրաստվել։ Միշտ։ Եթե դու քաղաքական կուսակցություն ես, միշտ պիտի ընտրություններին պատրաստվես։ Այդ հերթականի տրամաբանությունը։ Արտահերթի տրամաբանությունը։ Արտահերթի տրամաբանության վրա ընդդիմությունը կարող է ունենալ 0 ազդեցություն։ 0, որովհետև Փաշինյանն է հայտարարում։ Այսինքն այդտեղ ընդդիմության ազդեցությունը 0-ական է։ Միակ ազդեցությունը, որ այդտեղ կարող են ունենալ պարլամենտական ֆրակցիաները, դա եթե Փաշինյանը հրաժարական տա, իրենք էլ առաջադրեն տեխնացու, որ ինքը չկարողանա ԺՊ մնա։ Այդ էլ տենց բան է, էլի շատ փոքր բան է։ Հետևաբար ստեղ էլ անելիք չունես։ Ստեղ ուղղակի երկրագունդ մոլորակի պտույտը չես կարող արակացնել, հետևաբար անելիք չունես, ստեղ էլ դերակատարում չես կարող ունենալ։ Եղբայր, բա ինչ եք ուզում, ես ինչով զբաղվեմ մի տարի։ Հետևաբար միակ ամենագործուն տարբերակը մնում է impeachment-ը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որով եւ կարծում եմ, որը կլինի հիմնական թելադրող օրակարգը առաջիկայում մինչև Աստծո կամոք հաջողության հասնենք։ Մի հարց էլ առաջացավ իրականում, եկեք հակիրճ դրա պատասխաններ ստանանք։ Ասում եք, բնականաբար գահավիժել է ռեյտինգը Փաշինյանի, պատմական մինիմումի է հասել, միակ պայքարը հիմա impeachment-ն է, որ կարող եք դուք անել, այսինքն միակ աշխատանքը ընդդիմության impeachment-ն է։ Պրոֆիտ ասած, ժողովրդի լեզվով ասած, լավ, միակ գործն է, որ այս պահին ունեք դուք ձեզ համար զբաղվելու։ Այդ դեպքում ժողովրդի դերը այստեղ որտեղ է եւ եթե նրա ռեյտինգը այդքան պատմական մինիմումի նվազել է, իջել է ու ժողովուրդը անգամ արդեն վարչապետին չի վստահում, ոնց կարող եք անել, որ գոնե ընդդիմությանը սկսի վստահել, գա դեպի ձեզ, որ ձեր գործիքակազմը սկսի աշխատել ու ավելի շատ գործիքներ կիրառեք։ Տեսեք, էլի նույն հատ նախ ես չեմ ասում, դա միակ մեր անելիքն է։ Մենք հիմա էլ ենք աշխատում նույն ուղղությամբ, որովհետև այդ բանը Փաշինյանի ռեյտինգը 8-ից չի իջել։ Բաց նվազումը ռեյտինգի, կարող է ընդդիմության աշխատանքի շնորհիվ։ Չեմ ուզում տես ճոխ ասեմ ընդդիմության աշխատանքի շնորհիվ, բայց նաև սա էլ է իր դերակատարում։ Դե հաստատ ընդ գազարագույն գլխարկը հագնելու պատճառով չի, չէ՞ որ մարդիկ ասել են այս ինչա։ Չնայած արժեր։ Հետևաբար այսպիսի կաթիլ գործողությունները նույնպես պիտի դրան նպաստեն։ Հիմա վերադառնանք հարցին։ Ժողովուրդը ամենակարևոր դերակատարումը ունի։ Այդ վստահությունը ամենակարևոր դերակատարումը ունի, ու հեսա կասեմ թե որն է։ Ինչ շատ հաճախ հարցնում են ԲՔՊ-ական պատգամավորներին ոնց եք ստիպելու կամ համոզելու, որ impeachment-ին քվեարկեն։ Ես դրան ունեմ մի պատասխան, որը տվել եմ ամենտեղ, նույնիսկ ասում են, որ մի քիչ չոր պատասխան է, բայց դա հետ եմ ինչ արած։ Ես սովոր եմ բանակցել ուժի դիրքից։ Դե տենց է ստացվել։ Իսկ ուժ մեզ կարող են տալ միայն հայրենասերները, քաղաքացիները, որոնք այդ ոչ թե այդ թվում էլ առաջին հերթին փողոցային գործողությունների, իրենց անհնազանդությունների, իրենց բողոքի ձայնը բարձրացնելով կճնշեն ներկայացուցչական մարմնի, այսինքն ազգային ժողովի ԿՊ-ական պատգամավորներին իրենց որոշումը փոխելու եւ Փաշինյանի անվստահություն հայտնելու համար 1։ Երկրորդ, այո, այն փաստը, որ Փաշինյանի ռեյտինգը նվազում է, բացարձակ չի նշանակում, որ ընդդիմության ռեյտինգը աճում է։ Եվ նորից դա ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Մենք հիմա այս պահին ունենք հիմնական միակ առնվազն մեր խմբակցության հայտարարության տրամաբանության մեջ
մեր հաջորդ, հա, հանգրվանը այս գործընթացի դա տեխնացուն է, որտեղ մենք հայտարարել ենք արդեն։ Եվ անհրաժեշտ է որպեսզի այդ անձի շուրջ տեղի ունենա կոնսոլիդացիոն գործընթացներ։ Գիտեք, 18 թվականին մղձավանջի ժամանակ մի քանի տենց նախադասություն կար, որ անդադար հնչում էր։ Ով ուզում է ալի մենակ սրանք չլեն, ու սրանք մենք էինք։ Էլի ես ժամանակ պետական պաշտոն չէի զբաղացնում, մասնավոր սեկտորում էի աշխատում, բայց կարևոր չէ։ Դե հիմա էլ է նույնը։ Հիմա շատ ավելի վատ։ Չեմ հավատում։ Հիմա շատ ավելի վատ։ Հիմա շատ ավելի վատ է, որովհետև Հայաստանում երբեք չի եղել իշխանություն բացի սրանից, որին ազգաբնակչության 1/3-ը համարի դավաճան։ Ու ես սոցհարցումների արդյունքներ եմ։ Այսինքն ոչ թե համարվում որ վատ են աշխատում, չգիտեմ, տնտեսական քաղաքականությունը լավը չի, բա։ Ուղղակի դավաճան են, ամեն երրորդը, այսինքն եթե մենք դուրս գանք փողոց, ամեն երրորդ մարդը դավաճան է համարում Փաշինյանը։ Այդ մեկ։ Երկրորդ։ Հիշում եք այն ժամանակ իմ շրջապատում են մարդիկ, ովքեր մասնակցում էին այդ ակցիաներին, ես ասում էի, որ նայեք ում եք բերում, էլի, նայեք ինչ արել, նայեք իր հետագիծը, նայեք ախր ծախու լրագրողել չի, խմբագիր է ծախու, փողով, նույն ձև աշխատելու է որպես վարչապետ։ Միշտ նույն պատասխանն էր հնչում։ Վատ աշխատի կհանենք։ Շատ վատ է աշխատել։ Եկեք հանենք։ Եվ որպես ամփոփում, հա, այս թեմայի 20 թվականի պատերազմից հետո մենք անդադար մեր քաղաքացիներին ասում էինք վտանգների մասին, Արցախի հետ կապված, Հայաստանի անվտանգային վտանգների հետ կապված եւ այլն եւ այլն։ Տարբեր պատճառներով մեզ չլսեցին։ Որոշ հատվածը խաբվեց Փաշինյանի կողմից հավատաց։ Մենք 5 տարի երկիրը գնաց բռնաբարվելուց պետք է թուլանալ եւ չդիմադրել դրամաբանությամբ։ Ինքը խոստացել էր խաղաղություն։ Ուրա։ Ամեն օր սահմանային գրակոծներ։ Արցախ չկա։ Երկրի միջազգային վարկանիշ գոյություն չունի։ Դուք հասկանում եք, տնտեսվարողները, եթե չեմ սխալվում, Վրաստանում է տեղի ունեցել այդ ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված ինչ-որ խնդիր, իրանք իրենց բերնով ասում են Հայաստանի Հանրապետությունը բանի տեղ ոչ մեկ չի դնում։ Նույնիսկ այդ կենցաղային մակարդակին է դա ասել։ Ժողովուրդ ջան, վերջի 5 տարին մենք փորձեցինք Փաշինյանի ձևով, մենք ասելով երկիրը։ Ակնհայտ է որ չի ստացվում, որովհետև Ադրբեջանը նորանոր պահանջներ է ներկայացնում ու անդադար է ներկայացնելու, անդադար, ասելու է խաչք չկապեք վզներիդ, չգիտեմ, եռագույն մի օգ, անդադար են լինելու այդ բանը, չի դադարելու դա երբեք, չկա տենց մի գիծ, որ ասես, էս անես, վերջ, չէ, անընդհատ նորերն են լինելու։ Իսկ գուցե արժի փորձել ուրիշ ձև։ Հիմա կարծնեք ուրիշ ձև ոնց, առաջին կետ, բանակցությունները պիտի լինեն միջնորդով, որովհետև առանց միջնորդ բանակցությունների պարագայում, առանց երաշխավոր բանակցությունների պարագայում այս հենց է լինում։ Նույնիսկ երաշխավորի դեպքում է լինում։ Այո, չկա ոչ մի երաշխիք, որ երաշխավորի դեպքում է շատ լավ լինելու, բայց հաստատ ավելի լավ է հավանականությունը, ավելի տրամաբանությունը, ավելի առողջ կլինի, քան հիմա։ Ու այսպես ես կարող եմ շատ երկար շարունակել, բայց 3 կետ կասեմ, որոնք նախագահ Սարգսյանը Հանրապետականի 35-ամյակի հետ կապված խորհրդի նիստում հայտարարեց։ Մենք 3 հիմնական առաջնահերթություն պիտի ունենանք։ Մեր հասարակության առողջացում եւ համերաշխության վերականգնում, հաշտեցում, որովհետեւ հաջորդ իշխանությունը, հայրենասերների իշխանությունը այս բաժան սև ու սպիտակը պետք չի գալու։ Փաշինյանը մարդկանց ստիպում է ատել իրար, որ իշխի, որտեղ բաժանիչ որ տիրես, որտեղ դա իր միակ զենքն է, ատելությունը իր միակ զենքն է։ Երկրորդ, բանակի արդիականացում, մեզ զինված ուժերը անհրաժեշտ է վերափոխել, ընդ որում ամենատարբեր տեսանկյուններից ու հաստատ որոշների նման շտաբային ֆորման ավելի հարմար սարքելուց չենք սկսելու։ Դա իմ նեղմասնահիտացումը չի, դրա համար շատ երկար չեմ խոսում բանակային ռեֆորմների մասին։ Եվ երրորդ, արտաքին քաղաքականության բարեփոխում։
Այդ դրանից մի քիչ ավելի լավ եմ հասկանում։ Առաջին երաշխավորի եւ միջնորդի արկայությամբ բանակցությունների կազմակերպում հարաբերությունների բարելավում դաշնակցի եւ գործընկերների հետ, ընդ որում հենց այս տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության լավ իմաստով կանխատեսելիության ապահովում եւ Հայաստանի Հանրապետությունը որպես դերակատար վերադարձնել աշխարհաքաղաքական գործընթացներում կամ միջազգային հարաբերություններում, որտեղ հիմա մենք դերակատար չենք։ Հիմա իմ խորին հարգանքով այս բոլոր երկրների առնվազն մեծ դաշնակից եւ գործընկեր երկրների, ասում եմ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասին, Պարագայում ես երկու դիպված եմ ուզում հիշացնեմ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը զրուցում է Թուրքիայի նախագահի հետ հեռախոսով ու վերջում ասում, որ ինքը կտեղեկացնի Նիկոլ Փաշինյանին։ Կտեղեկացնի։ Մեկ այլ դիպված վերջերս ա եղել 1.5 ամիս առաջ, հիշում եք ԿՊ-ական ով կար չկար, երևի Չալոն էլ չէ իրարեց այդ դա։ Մարկո Ռուբիոն զրուցել է ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Всё, փրկվանք, պերֆեկտ TV-ները գնաց եւ այլն, բուժկու հարված, բա անցնում է 1.5 ժամ պետդեպը հայտարարություն է տարածում, որ Մարկո Ռուբիոն զրուցել է Հական Ֆիդանի հետ։ Թուրքիայի արտգործնախարարի։ Եվ վերջին նախադասությունն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ակնկալում են Թուրքիայի գործուն աջակցությունը հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հետ կապված։ Նորից, ես ԱՄՆ-ին որևէ պրետենզիա ներկայացնել չեմ կարող, ես ԱՄՆ-ում քվեարկության չեմ մասնակցում։ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը ինձ հաշվետու է թե որպես ընտրող, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եւ թե որպես ազգային ժողովի պատգամավորի։ Հետևաբար էսա քո արտաքին քաղաքականությունը։ Այ էսա այն փոքր մասը այն պատճառների, ինչի համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-ում, ինչպես նաև Patreon-ում, շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։ Նոր միջոցառდարապաշտություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր